Մի լարվի, լավ առաջարկ ենք քննարկելու։ Ուզում եմ քեզ սրճարանի մենեջերի պաշտոնը առաջարկեմ։ Ինձ։ Նարեկը դուրս է գալիս։ Չէ, դուրս չի գալիս։ Ուղղակի քո համար նենց մարդ ա զանգել, որ չեմ ուզում մերժեմ։ Երևի դու գիտես ով ա զանգել։ Ամել ասեց, որ մեզ կօգնի։ Դե մեր սրճարանը փոքր է, որ դու էլ համաձայնվես մենեջեր դառնաս մեզ օգնի, շատ լավ կլինի։ Կներեք հիմա կգամ։ Սեդ, ասել եմ, որ ուղակի դուրս ենք եկել զբոսնելու, բայց հիմա պիտի արագ տաքսի նստենք, որ շուտ տուն հասնենք։ Անիմաստ էր գալը, ոչ մի բան չես հիշում։ Չէ, չեմ հիշում։ Իսկ այդ տաքսիստը ինչ էր ասում, ոչ մի կասկածելի բան չասեց։ Չէ։ Ոչ մի կասկածելի բան չասեց։ Ինչ եղավ։ Մտածում եմ ոնց եմ հանդիպելու նվերին։ Այսինքն։ Դե ամոչում եմ, ինձ վատ եմ զգում։ Դու պատկերացնում ես Մինասի ու Սյուզիի հետ խոսելն էր բարդ։ Բա նվերի հետ ինձ ոնց եմ զգալու։ Բայց վատ զգալու ինչ կա։ Ես չեմ ուզում, որ դու մտածես, որ նվերը պիտի մտածի քեզ ընդունում է կամ չի ընդունում։ Դու ոչ մի բան չես արել։ Ու կյանքում քեզ մեղավոր չզգաս։ Մարդ ես, ասենք թե ընկել ես ոտքդ կոտրվել է։ Հիմա ինչ, պիտի ասի, որ էլ չեք ամուսնանալու։ Կամ ասենք թե ինչ որ դժբախտ դեպք է պատահել, հաշմանդամ ես դարձել։ Պիտի ասի, որ բաժանվում եք։ Սեդա, մենք այդ միշտ հիշի, ոչ մի կին, ոչ մի աղջիկ մեղավոր չի, որ ինչ որ անասուն իրան նման բան ա թույլ տվել։ Ոչ իրա հակածով, ոչ իրա վարքով ու ոչ էլ տնից ուշ ժամին դուրս գալով։ Կամ էլ դու ինչ ես արել, որ ամաչում ես։ Քեզ բռնաբարել են, Սեդ։ Որ այդ բառը ասում ես, դողում եմ ես։ Սեդա, հա, Սյուզին իմ քույրն է։ Բայց ես հո լավ գիտեմ ինքը ինչեր կարա ասի։ Ես ուղղակի քեզ զգուշացնում եմ, որ ոչ մեկի հոսանքի տակ չընկնես, չլսես։ Խնդրում եմ ասածներիս մասին չմոռանաս։ Սպասում է զանգիդ։ Լսի, դու իմ գլխին լրիվ փորձանք ես։ Ինչ ես տնօրենից ասել, որ պաշտոնս բարձրացնի։ Ես օգնություն եմ խնդրել։ Ես չեմ սպասում, որ աղջիկը ինձ ինչ-որ բան խնդրի։ Ես անում եմ այն, ինչ որ իր համար լավ է։ Ոչինչ ընթացքում կսովորես։ Կլինի էլ իմ կյանքին ընդհանրապես չխառնվես, խնդրում եմ, մի արա։ Ես նշանված եմ ու Ընդամենը նշանված ես։ Երիք այդ բառը ինձ ասես, ու բազմազավակ մայր չես։ Ու ես միշտ լինելու եմ։ Կարող է հաճախակի չհանդիպենք, բայց միշտ զգալու ես, որ ես կամ։ Ու քո խնդիրները արագ-արագ արդեն լուծվելու են։ Կլինի տատուս ասած քարը փեշից թափես։ Ինչ չի թվում, որ դու սենց ուշադրություն նշանածիցդ ստացել ես կամ ստանում ես։ խնդրում եմ, էլ չզանգես ինձ։ Լավ, եթե չես ուզում զանգեմ։ Ինչի նշանածից չես ասում, որ նեղացնում եմ քեզ։ Թող գա խոսանք, քննարկենք։ Բայց եթե չես ասում, նշանակում է, որ դուրդ գալիս է, չէ՞։
Ուր է գնացել։ Կասեմ, բայց Ման գալու էինք ուղակի գնացել։ Բայց ասում է լավ չես զգում։ Չես ուզում տնից դուրս գաս։ Ոնց է սենց ստացվում։ հա, լավ չի զգում։ Գիտես, ինձ թվում էր չես գալու։ Անընդհատ քո զանգին էի սպասում։ Դե ոնց տենում ես եկել եմ։ Ուզում այդտեղ գնանք իրար հետ։ Տունը շատ մարդ կա, չեմ ուզում ստեղ մնամ։ Գոնե մենակ կմնանք, մեր կու բար կխոսանք Սեդա։ Հոգնած չես, Սեդ։ Ինչի՞ց։ Արի գնանք մեքենայի մեջ խոսանք։ Չէ, ավելի լավ է արի գնանք սենյակում խոսենք, հա։ Տենց ինձ ավելի հանգիստ կզգամ։ Սեդ մենք պետքա խոսանք իրար հետ։ Ոնց հասկանում եմ մենակ ես եմ քո մասին մտածում։ Չգիտեմ աղբերը տու մա սպասում։ Ես հետաքրքրվել եմ, հոգեբան եմ գտել։ Մենք պետքա գնանք իրա մոտ։ Ինչի համար։ Որ այս ամեն ինչը պարզենք, որ դու ամեն ինչ հիշես։ Հիմա ամենակարևոր բանը էդ է, Սեդա։ Սիրում ես, չէ՞ ինձ։ Նվեր, հա, սիրում եմ, շատ եմ սիրում։ Ես էլ քեզ եմ սիրում։ Մենք իրար հետ պլաններ ունենք։ Մենք պետքա իրար հետ ընտանիք կազմենք։ Այս ամեն ինչը ինձ սպանում է։ Դու իմ բնավորությունը լավ գիտես։ Ես տեղս չեմ գտնում։ Խնդրում եմ, մենք պետքա գտնենք դրան։ Ես պետքա իմ ձևով իմ հարցերը լուծեմ դրանից։ Պետքա դրան պատժեմ, որ նոր ես հանգստանամ։ Որ էլ չհիշենք դրա մասին, հասկանում ես։ Ես ամենալավ հոգեբանին գտել եմ։ Խնդրում եմ, արի գնանք խոսանք։ Կներես ինձ, հա, այդ օրվա համար։ Հիմա կարևորը որ ամեն ինչ հիշես։ Իմ համար դա կարևոր։ Կներես։ Ալո։ Բայց ճիշտ ես ասում Սազումա։ Շատ է սիրունացել։ Ափսոս Հարութն էլ տանը չի տեսներ։ Տեսնես ուրա գնացել։ Սուս, սենց բան չէր եղել, որ երեխես չաշխատի։ Անընդհատ ներս ու դուրս է անում, գժվում է երեխես։ Մանավանդ, որ անընդհատ կանչում են։ Ամեն ինչ լավ է լինելու տիկին Ֆլորա, ես վստահ եմ, որ Հարութին հաստատ չեն մեղադրի։ Աստված ձենդ լսի։ Ալո։ Բարև ձեզ, եկել եմ ես փողոց, բայց հասցեն չեմ գտնում, առաքում ունեք։ Ես։ Չեք սխալվում։ Հեռախոսի համարը ձերն է, չէ՞։ Իմն է, Որ խնդրեմ դուրս կգաք։ բայց ես տանը չեմ։ Կներեք։ Ինչ ես Սեդային ասել, որ այդքան նեղված սենյակ գնաց։ Ոչ մի բան։ Հաստատ։ Ելեն կլինի քո գործով զբաղվես։ Ինչ լավ է։ Հենց քեզ պետք եմ լավն եմ։ Հարցերիդ պատասխանողն եմ, մանկությանդ ընկերը։ Երեք կարծեմ դու ես ասում, որ Սեդան իրան սխալ է թույլ տվել։ Այդ ընդհանրապես կապ չունի Սեդան ճիշտ է թե սխալ։ Սեդան իմ ընկերուհին է։ Մարդ եմ սիրտս բացել եմ քո առաջ, հետո ինչ։
Ինչ-որ բան խոսացել, հա։ Չէ, դու էլ ոչ մի բան չես խոսում։ Ու որ ամենակարևորն է, ոչ մի բան միջև հիմա չես արել։ Որ քեզանից չի, ոչ մեկի հետ չես կռվել, ոչ մեկի չես սպանել։ Էլեն, մանկությանս ընկերն ես համարյա, ոնց որ դու ես սիրում ասես, բայց ինձ լավ չես ճանաչում։ Ես չեմ պատրաստվում ձեռներս կեղտոտեմ։ Ես ամեն ինչը կուլտուրական եմ լուծում, փողով։ Դու գիտես, որ փողը մութ տեղը լույս է տալիս։ Ամեն ինչ սիրուն հաշվում եմ, դնում եմ մի հատ տեղ, կնոպկա է սխմում ու ամեն ինչ լուծվում է։ Դու սրա ձենը կլսես։ Նվեր, չես հասկանում, որ Սեդան անընդհատ կասկածների մեջ է։ Ինքը չգիտի, հարսանիքը հետաձգելու ես, թե չեք ամուսնանալու։ Էս ինչեր են, Մանե ջան։ Շորեր էի պատվիրել սիրունը։ Հա, շատ։ Բայց մեր հասցեով էիր պատվիրել։ Հա, ավտոմատ ձեր հասցեն եմ գրել, մտածեցի արդեն ձեր տանն եմ մնում։ Բայց ոնց որ թանկ է ներևում, էս ոնց ես արել։ Զեղչեր էին, սրանց վրա 5-ին նա գրած, 70% զեղչեր։ Շատ սիրում։ Եվա հեռախոսը Հանվեր, Իջի դուրս էդա, բայց ասում եմ սպասում եմ քեզ դուրս արի։ Լիլիոն էր գրել։ Դիտմամբ էլ ուշուշ եմ պատասխանում։
Զանգերին ընդհանրապես չեմ պատասխանում։ Բայց մեկը շարունակում է հետս կապի դուրս գալ։ Հիշում ես չէ Լիլոին։ Մեր կուրսից էր։ Ահա չեմ հիշում, ինքն էս պատմեդան մոռալ կլինի։ Բա քեզ չի հետաքրքրում, ինչի էլ չեմ ուզում իր հետ շփվեմ։ Ինձ քո հարաբերությունները քո ընկերուների հետ չի հետաքրքրում։ Քո կնոջ հարցն է մինաս, չի հետաքրքրում։ Լիլիթի կյանքում տղամարդ կա։ Ամուսնացած է, երեխեք ունի, բայց ուրիշի հետ է հանդիպում։ Ինձ էլ նենց հանգիստ է պատմում, իբր լավ բան է անում։ Սույս քունը չի տանում։ Գիտես, Լիլիթից տենց բան չէի սպասում։ Ինքը մեր կուրսի ավագն էր։ Խնդրում աղաչում ենք, որ հետներս տեղ գա։ Որ իմացա աչքերս թռել էր ճակատիս։ Ճիշտ են ասում։ Մարմանդ գետից վախեցի։ Սուզի, ես քո ընկերուհին չեմ, տհաճ թեմաներ ես բացում։ Փագի թեման քնում ենք։ Դե ասում է, որ ամուսինը իրան բավարար ուշադրություն ու հոգատարություն չի տալիս։ Ինքն էլ դրսում է փնտրել ու գտել է։ Քեզ ասելու տեղը թող գնա իր ամուսնուն պատմի։ Կթող ես քնեմ։ Իմաստուն կինը հասկանում է, որ նոր հրապուրանքը կարա ժամանակավոր դեղ լինի հին վերքերին, բայց դա երբեք չի բուժում պատճառը։ Երբ այնց ես սկսել տենց պոետիկ մտքեր արտահայտել։ Բա ում հետ քննարկեմ մինաս։ Իմ ընկերուհու պատմությունը հո չեմ գնալ ուրիշին պատմեմ։ Դու որպես տղամարդ ո՞նց ես նայում այս հարցին։ Կարա կինը ամուսնուց բավարար ուշադրություն չստանա ու դրսում փնտրի։ Նորմալ է տենց կարա լինի։ Կարող է։ Այս վիճակով մեքենա ես նստել։ Ոչինչ։ 2 մետր տեղ եմ եկես դա։ Սիրտս պայթում էր, ուզում եմ հետդ խոսալ։ Ասում են մարդ, որ 2 բաժակ խմում է, ավելի ռիսկով է, չէ՞ դառնում։ Կուզես մինասին կանչեմ, գա քեզ տանի կամ կուզես տաքսի կանչեմ։ Հիշում ես, որ Ծաղկաձոր են գնացել։ Ես, Էլենը, դու ու էլի մերոնցից մարդ կար։ Ասեցի արի իմ հետ մնա, համարում ես։ Մեկը նշանված ենք, հեսա ամուսնանալու ենք։ Ասեցիր չէ։ Ու հիմա տեսար ինչ եղավ։ Տեսար։ Հիմա այդ ինչի ես հիշել։ Որտեվ տեսար հիմա ինչ եղավ, Սեդա։ Հիմա դու ինձ մեղադրում ես, որ ինձ Որտեվ տեսար ինչ ստացվեց, Սեդա։ Տեսար ինչ վիճակի մեջ եմ ես ապուշ եմ հիմա դառը, հասկանում ես։ Դու իմ վիճակը հասկանում ես, ես չգիտեմ էդի ով է։ Բա որ մի օր մեզի տեսավ իրար հետ, հասկանում ես ասելու ես ով արա էսի։ Էս ինչ արիր դու։
Ինչի համար արեցիր սենց։ Թե մորդ համար արեցիր, որ իրան գտնես։ Մերդ գնացել է ուրիշ տղամարդու հետ։ Դու ինչի սենց արեցիր։ Համ քեզ, համ ինձ, համ փչացիր ամեն ինչ։ Ինչ է ասածդ, ասա, ինչ ես ուզում, ինչ ես արել, ասա։ Ինչ եմ արել։ Հա, ինչ ես արել։ Իմ վիճակը դու տենում ես։ Արի ես գժվել եմ, դու տենում ես իմ վիճակը Սեդա։ Ես իմ տեղը չեմ գտնում։ Ինչի համար ինչ ես վստահում, խոսա։ Խոսա, տենամ ինչ ա եղել։ Իսկ ես իմ մասին ով մտածելու։ Ես հասկացա քեզ, գիտես։ Ինձ երկար բացատրել պետք չի։ Ես ամեն ինչ շատ արագ եմ հասկանում։ Ու ես քեզ ազատում եմ այս խայտառակությունից։ Ինչ ես անում։ Որովհետև ես չեմ ուզում, որ դու ստիպված իմ հետ լինես։ Ես չեմ ուզում այս ձևական հարաբերությունները։ Հա, ես հասկանում եմ, ես եմ այս պատմության գլխավոր մեղավորը։ Ու ես ամեն ինչ պիտի անեմ, որ շատ արագ քեզ ազատեմ ինձնից։ Դու ինչի պիտի իմ հետ լինես։ Ինչի պիտի իմ հետ հավասար տառապես։ Մարդկանց մի մասը մտածում է, որ ես զոհ եմ, մյուս մասը մեղադրում է ինձ։ Հավատա, ես պատրաստ եմ քեզ փրկել։ Հա, իմ համար շատ դժվար է, շատ ծանր է։ Ես էլ չեմ հավատում, որ մեր վերջը սենց եղավ։ Բայց դե ինչի պիտի ամեն անգամ նայես ինձ ու ինքդ քո մեջ մտածես ես սրան էի արժանի։ Ոնց որ նոր ասեցիր։ Որովհետև ես քեզ սիրում եմ, որովհետև ես չեմ կարող առանց քեզ Սեդա հասկանում ես, ես չեմ ուզում քեզ օգտագործեմ։ Դու այդ ամեն ինչը չես կարող հասկանաս։ Ոնց քեզ բացատրեմ, որ դու հասկանաս, ես չեմ կարող այս ամեն ինչը մոռանամ։ Ես մատան ինձ մատիտ, էսի հարցի լուծում չի։ Ու գիտես վատը որն է, որ դու ինչ չես վստահում, ինչի համար ինչ չես վստահում, ես քո նշանաստ եմ հասկանում ես, ես քեզ սիրում եմ Սեդա, ինչի համար չես վստահում, ասա, ով է քեզի մի բան ասե, որ դու չխոսաս, խոսա։ Եթե հիշեի առանց քո խնդրելու էլ կասեի չես հասկանում։ Խաբում ես դու խաբում ես ինձ։ Սեդա, դու չհիշել ես քո համար դարձրել ես փրկություն, այդ հարցի լուծում չի, ասա ինչ են քեզ ասել, ով է քեզ վախացրել, ասա հասկանամ, ես ես չեմ կարող ապրեմ, հասկանում ես, այդ ձևականության մեջ չեմ կարող ապրեմ, գամ նստեմ կողքդ լացեմ, չեմ կարող մտածեմ, որ ինչ-որ բաներ չի եղել, հասկանում ես, չեմ կարող գնամ գործի, գամ, հարցնեմ, ասեմ ոնց անցավ օրդ, ես այդ տղեն չեմ, խոսա, ինչ ա եղել, ով է քեզ վախացրել, խնդրում եմ, ասա, ես սաղի հարցերը կլուծեմ, ես ում պետք է կպատժեմ, խնդրում եմ, ինձ վստահի, ես հենց երկար չեմ կարա, իմ ուղեղը արդեն չի դիմանում, արդեն մի անգամ տվել ես տաքսիստի անունը, ասել ես, խոսացել ես, հիմա ինչն է քեզ խանգարում, Սեդա խոսա, մի ինձ ունից անի, ես քանի օրա ոչ քնում եմ, ոչ հաց եմ ուտում, հասկանում ես, գժվում եմ ներվերից, խոսա, ինչ է այդ կատարվում։ Ես չեմ կարա ձևականություն անեմ, չեմ կարա գամ կողքդ նստեմ լացեմ, հասկանում ես։ Ինչ ա կատարվում, պատմի ինձ, խնդրում եմ, ինչ ես ուզում, ես ուզում եմ փրկեմ համ ինձ, համ քեզ, ես չեմ ուզում կորցնեմ մեր ստեղծածը, դժվար է այդ ամեն ինչը դու հասկանաս, խնդրում եմ, խոսա, ես ուրիշ մարդ չեմ, ես քո նշանաստ եմ, քո սիրած մարդն եմ, հասկանում ես, խոսա։ Լավ, ես ինչ անեմ, որ դու հավատաս ինձ, ես ինչ անեմ, որ դուք հավատաք ինձ, ես իսկապես չեմ կարողանում ինչ-որ բան հիշել։
Հա, այդ տաքսիստի անունը տվել եմ, որովհետև ես իր մեքենան եմ նստել, բայց ես չեմ հիշում ինչ ա եղել դրանից առաջ։ Հնարավոր է այդ մարդը ինձ իսկապես օգնել ա, չի վնասել։ Այդ մարդն էլ խոսալու ընթացքում չի հասկանում ինչ ա կատարվել։ Ինքն էլ է հարցեր տալիս, որ հասկանա ինչ ա եղել։ Փաստորեն դու տեսել ես էլի դրան։ Հարցից պատասխանում։ Հա, գնացել եմ։ Ես ինքս եմ գնացել մոտը։ Գնացել եմ, Որ ինչ։ Որոշել ես վերջնականապես թքես իմ ինքնասիրության վրա։ Դու նոր ասում էիր, որ ես քո վերաբերմունքը կապ չունի, չէ՞, իմ հետ կատարվածի հետ։ Հիմա ոնց որ հակառակն ես ասում։ Նորից եմ հարցնում։ Ինչ ես խոսացել դրա հետ։ Ուղղակի գնացել էի, որովհետև մտածում էի, որ կկարողանամ ինչ-որ բան հիշել։ Մտածում էի, որ կնայեմ այդ մարդու դեմքին ու ինչ-որ բան կհիշեմ վերջապես։ Գիտես վատը որն է, որ դու ամեն ինչ հիշել ես, բայց դու ինձ խաբում ես։ Ես քեզ լավ եմ ճանաչում, Սեդա, քո հայացքը, քո խոսալու ձայնը, ես ամեն ինչ լավ հասկանում եմ, դու հենց հիմա ինձ խաբում ես։ Ինչ ես խոսացել դրա հետ։ Մի խաբի ինձ։ Իսկ դու ոնց որ թե արդեն էլ չես հավատում ինձ, հա։ Քո համար դժվար է դարձել ինձ հավատալը։ Հա, Սեդա, ես քեզ էլ չեմ կարող հավատամ։ Ես չեմ հասկանում, դու ինչ ես անում, հասկանում ես։ Ես չգիտեմ, ես ամեն ինչի մեջից ես ոնց դուրս գամ։ Դու ամեն անգամ ինչ-որ տարբեր բաներ ես խոսում։ Ես չգիտեմ, քեզ հավատամ, թե չհավատամ։ Դու ուղղակի չեր գնա իր մոտ։ Դու ինչ-որ բան իր հետ խոսացել ես։ Դու իր հետ ինչ-որ բան պայմանավորվել ես, որ երկուսդ նույն բանը ասեք, հասկանում ես։ Դու արդեն սկսել ես իմ մասին այս կարծիք ունենալ, հա։ Դու իմ փոխարեն ինչ կարծիք ունենայ։ Ես ուղղակի վստահ չեմ, որ այդ մարդը Հարութն է եղել։ Արդեն Հարութ, հա։ Մեդոնը տաքսիստներ այսօր Հարութ, հա։ Դու հասկանում ես արդեն իր հետ լավ տենց հարաբերությունների մեջ ես, Սեդա։ Դու ուղղակի ուզում ես, որ ես օթի մեջ ինչ-որ անուն տամ։ Մենակ նրա համար, որ ես չեմ հիշում իրականում ինչ ա կատարվել։ Դու խաբում ես ինձ։ Ես ուղղակի հույս ունեմ, որ մի օր կկարողանամ հիշել ամեն ինչ, կամ գոնե ոստիկանությունը ինչ-որ բան կպարզի։ Լսի, Սեդա, ես հիմա ոչ քո հիշողության վրա եմ հիմնվելու, ոչ էլ ոստիկանության։ Ես իմ կապերով, իմ միջոցներով ամեն ինչ ճշտելու եմ, հասկացար։ Հիմա գնա տուն, ուշ է արդեն։ Կգնամ։ Բայց լավ կլինի այս ասածս միշտ հիշես։ Ես չեմ սպասում, որ դու վրեժ կլուծես։ Ոչ էլ սպասում եմ, որ ինչ-որ մեկին կգտնես ու այդ մարդը պատասխան կտա։ Հա, հնարավոր է տենց արդար է։ Բայց իմ համար արդարությունը այդ չի։ Իմ համար արդարությունը սիրած մարդու կողքին կանգնելը ու իրեն հավատալն է։ Թեկուզ աշխարհի բոլոր հարցերը ունենաս։ Իմ համար այդ արդարությունը։ Ես քեզանից այդ էի սպասում։ Հիմա ռոմանտիզմի ժամանակը չի, Սեդա։ Այս հարցը իմ համար կյանքի ու մահվան հարց է, հասկանում ես։ Եթե հիմա ես այս հարցը չփակեմ, հետո պատ է դառնալու մեր միջև։ Ու ամեն անգամ այդ ամեն ինչը ես հիշելուց այդ պատին եմ խփելու։ Ես քեզ չեմ հավատում։ Գիտես այդ ինչ վատ բան է։ Դու նենց արա, որ ես քեզ նորից սկսեմ հավատամ, Սեդա։
Սեդա։ Այսօր է աղջիկ ջան։ Մտասենյակ տեսա չկաս, մտքովս ինչ ասես անցավ։ Նվերի հետ է խոսում։ Ես էլ մտածեցի էլի ինչ որ բան ա եղել։ Այսինքն ինչ ես տպավորություն ստեղծվում, որ անդադ ինչ որ բան ա լինում կամ լինելու։ Ինչ ես ինձ մեղավոր դարձնում, կբացատրես հասկանամ։ Այս ժամին ուր պիտի գնայի։ Գնա քնի էլի աղջիկ ջան, գնա։ Ես էլ արդեն ուզում էի գնայի քնեի։ Չես քնելու։ Կարող ա գնաս պարկես, բայց չես քնելու։ Գիտեմ ինչ ա կատարում հոգումդ։ Չեմ դնում առնում այդ թեմայով ոչ մի բան։ Ծանր բանա, շատ ծանր բանա։ Եթե անգամ անվանը շուրջը այդ կասկածը կա, արդեն վատ է, բայց դու մաքուր ես, ձակ ջան, մաքուր ես, ու ամեն բան լավ ա լինելու լսում ես, այ կտեսնես, ու հանկարծ չմտածես, որ արդարություն չկա, կա, լսում ես, կա, ջան, Գնանք քնենք, ուշ է արդեն։ հա, Բարի լույս։ Էս ինչ ա եղել, ինչ ես այսքան խառը։ Բարի լույս մնաց։ Մինասը տանից դուրս ա եկել ու չգիտեմ ուր ա գնացել։ Լավ էլի Սյուզ։ Նենց ես խոսում, ոնց որ Մինասը միշտ իր ամեն քայլի մասին քեզ տեղյակ ա պահել, հիմա էլ բաց թողում ա արել։ Դե տեղյակ չի պահել, բայց գոնե սպասել ա իրար հետ սուրճ ենք խմել, նոր ա տնից գնացել։ Ես գիտեմ։ Սեդան համ Մինասի կյանքն ա կործանելու, համ էլ կարիերան, այ կտեսնես։ Սյուզի Սեդան ստեղ ինչ կապ ունի։ Ոնց ես կարողանում ամեն ինչ նենց դասավորես, որ Սեդան միշտ սխալ ա։ Դե ես ասում եմ, կտեսնեք, որ վերջում ես ճիշտ եմ դուրս գալու։ Հետաքրքիր ա, որ այս նույնը իմ հետ կատարված լիներ։ Էլի քեզ սենց պիտի պահեիր։ Անհնար ա։ Ինչի։ Ես կյանքի ապահովագրությունը գրպանս դրածման եմ գալիս։ Դու տենց բան քեզ թույլ չէիր տա։ Ասում եմ անհնար ա։ Ես ավելի լավ ա գնամ, քանի դեռ չենք կռվել։ Հարի, ես էլ ուզում եի քեզ զանգեի։
Դե ուրեմն սպասի գամ քո հետևից։ Քեզ կվերցնեմ, միասին կգնանք։ Գործ ես, չէ՞։ Դուրս եկա, քեզ կսպասեմ։ Դե եկա։ Հան, գալիս եմ։ Չէ, Սուշանում, դեռ շուտ է։ Գիտեմ քեզ էին հարցնում Արավետյան։ Ով։ Մի տղա էր։ Անունը չգիտեմ ու դժվար նկարագրեմ նրանց որ ճանաչես։ Իդեպ մանեջան, քեզ թողակները թողել։ Գնացել է։ Չգիտեմ, այս բանը չեմ տեսնում, բայց կարող է տարածքում է։ Հաջան, ուր հասար։ Լսի, նոր Աննան է եկել, էլ դու մի արի։ Այն ճանենք, կգամ, միասին կգնանք։ Չէ, հիմա Աննան իրան շատ վատ ազգում, եկելա որ իրար հետ խոսենք, մենք ուրիշ օր կհանդիպենք, հա, խնդրում եմ չնեղանաս ինձանից։ Լավ, ոնց կուզեք։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։